իսկ մեր ֆինանսները հիմա տարբեր ճգնաժամի մեջ են, որովհետև 2-3 ամիս վաճառք չենք ունեցել։ Ռուսաստան ձկան արտահանման սահմանափակումների հետևանքով հայ ձկնաբույծները հայտնվել են ծանր ֆինանսական իրավիճակում։ Ոլորտի ներկայացուցիչների խոսքով վաճառքը գրեթե ամբողջությամբ դադարել է, իսկ միլիոնավոր դրամների ամենօրյա ծախսերի գումարը շարունակում է կուտակվել։ Մեր մոտավոր ամեն օրվա ծախսը կազմում է մոտավորապես 2-ից 2.5 միլիոն դրամ։ Իսկ երբ որ մենք ընդհանրապես բարես գոնի մարդու ոչ մի դրամի վաճառք չունենք իրականացնում, ոչ կարողանում ենք ձկանկերի գումարները վճարել, ոչ կարողանում ենք հոսանքի գումարները վճարել, ոչ կարողանում ենք ընթացիկ վարկերը սպասարկել։ Այն լճեր ունենք, որ կեր չենք տալի, կերի խնդիր առաջացել արդեն, հոսանքի խնդիր, աշխատավարձերի խնդիր։ Խնդիրի վրա սկսել է արդեն առաջանալ, էլի, էս էլ են բիզնես ոլորտն է, էս էլ ասենք, որ կենթանի ինքը մարմինը իրան պետք է կերակրես, չկերակրես այդ կերակրածը ներդրածդ ավելի ես կորցնում, ինքը հետ է գնում։ Արարատի մարզիսիս համայնքում ձկնաբուծությամբ զբաղվող Հրաչյա Գևորգյանի խոսքով 100 միլիոն դրամից ավելի գումար է անհրաժեշտ յուրաքանչյուր ամիս ձկնաբուծարանի ծախսերը հոգալու համար։ Հարևան Հովտաշատ գյուղում էլ ձկի արտադրությամբ զբաղվող Ռազմիկ Թադևոսյանը նշում է, այս պահին լողավազաններում 200 տոննա ձուկ ունի, չգիտի ինչպես իրացնել։ Եվրամիության շուկան բաց է հայկական արտադրության ձկնամթերքի համար։ Ձկնամթերքի արտահանման խնդրի առջև կանգնած տնտեսվարողներին ուրբաթ հայտնեց Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Երեք մենք արդեն գրավոր դիմում ենք ստացել տեսչական մարմին մեկ կազմակերպությունից, որը որ հենց կառավարության նիստից հետո եղել է էլեկտրոնային եղանակով մեզ դիմում են ներկայացրել եւ առաջի տնտեսվարողը հենց ինքը կլինի, անունը հիմա չեմ ուզում բարձրաձայնել, գրեթե 97% տնտեսություններն էլ պատրաստ են։ Եվրոպական շուկայով հետաքրքրված տնտեսվարողներն ըստ ՍԱՏՄ ղեկավարի պետք է գրանցված լինեն Եվրամիության Trace-ի համակարգում, դրա համար տնտեսվարողները պետք է փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնեն ՍԱՏՄ։ Ռազմիկ Թադևոսյանը նշում է, յուրաքանչյուր տնտեսությանը 4-ից 5 միլիոն դոլարի ներդրում է անհրաժեշտ, որ կարողանա եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք ունենալ։ Եթե հենց այսօր գան ինձ ասեն, այո, դու իրավունք ունես Եվրոպա արտանելու, Եվրոպացին մեզանից այդ ձուկը չի գնելու։ Այստեղ հազար խնդիրներ կա, ես նորից ասեցի։ Մենք ծառայեցման համակարգը չունենք, այն ինչ որ իրանք են պահանջում։ Փաթեթավորումը չունենք, այն ինչ որ իրանք են պահանջում։ Ու կիսաֆաբրիկատների մասին էլ չեմ խոսում, էլի։ Ձկնամթերքը ասենք ունի ինքը 16 օր ժամանակ իր սպառման։ Ասենք ինչքան ժամանակում պետք է հասնի Եվրոպա։ Ու ասենք գնայինի հայերն էլ ընդեր կա, որ խոսքին ծախսերն է, ոլորտի չգիտեմ, չեմ կարծում, որ կարա ինքը առաջընթաց ունենա Եվրոպայի հետ։ Հրաչյա Գևորգյանը, որ եվրոպական շուկաներից ձկանկեր ու արտադրության համար տեխնոլոգիաներ է ներկրում, նշում է, միայն ֆինանսական միջոցները բավարար չեն, անհրաժեշտ է նաև ժամանակ սարքավորումները ձեռք բերելու, տեղադրելու եւ փորձարկելու համար։ Եվրոպայում ենք արտահանելու, այս պայն ուսումնասիրված չի, գործընկերներ չունենք, չգիտենք տնային քաղաքականությունը, երրորդը լոգիստիկան տեղյակ չենք, ինչքան է տևում, ոնց է։ Հրաչյա Գևորգյանը նշում է, արտադրանքը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը սկսել է։ Չնայած դժվարությունները այդ կողմից էլ են, շատ ստանդարտներին տեղյակ մարդիկ Հայաստանում շատ քիչ են, այդ ստանդարտներին համապատասխան շինարարներ, մատակարարներ, ամեն ինչը խնդիր է, կոնսուլտացիա անողներ չկան, այդ ամեն ինչը ժամանակ է, ռեսուրս է, ֆինանս է, ուսումնասիրություններ է, որը պետք է անել խաղաղ պայմաններում, ոչ թե ծնանգացման եզրին կանգնել ու եվրոպական ստանդարտներ փորձել ներդնել։ Հուլիսի 20-ին ՍԱՏՄ-ն հյուրընկալելու է ԵՄ-ից 4 փորձագետի, կքննարկվեն առաջին խմբաքանակն արտահանելու հետ կապված մանրամասները։ Մինչ այդ տնտեսվարողն ասում է, իր պատրաստի արտադրանքը փչանում է։ Քուրերի մեջ բեռնված կանգնած է, ճանապարհից հետ է եկել, չեն կարողացել։ Ձկները։ Երբ Հենց առաջի օրը, որ արդեն սահմանափակումը մտավ, մենք ցուգը մաքրել էինք, չկարողացանք արտահանել, ստիպված սառացրել ֆուրի մեջ պահել են։ Սառնարանները ամբողջությամբ զբաղված, քանի տոննայի մասին է խոսքը։ 3 մեքենա այս պահին սառեցրած ցուգ ունենք, որը չի գնացել։
Ձկնաբույծները հաջորդ շաբաթ պատրաստվում են իրենց խնդիրները բարձրաձայնել կառավարության շենքի մոտ ակցիայի ժամանակ։